Ինչպիսին էր շփումը պարոն Ալեքսանյանի հետ, ինչպիսի դերասան կորցրինք մեկ այսօր։ Մենք հրաշալի ոչ միայն դերասան կորցրեցինք, դերասան չէ, արվեստագետ, արտիստ կորցրեցինք լավ ընկեր, լավ մարդ, լավ ծնող, լավ, չգիտեմ, ամեն ինչով լավ անձնավորություն։ Պալիտրայի գույները պակասում են, վառ գույները պակասում են, մնում է ռոզովի, մալինովի կամ չգիտեմ սերի մալինովի այս գույները, որը որ խառնում ես իրար տակ բան չի տում, բնեց գույնա ստացվում, որ արդեն մարդուց զվանք է գալիս։ Ցավոք սրտի, այս վերջի ժամանակահատվածում մեր ընկերների շատերը գնացին, Աստված թող հոգիները լուսավորի, թեթև թող լինի հողերը։ Մեր Արտաշեսն էլ գնաց, հավասարվեց բոլորին։ Ինձ թվում է Աստված որոշել է բոլոր լավ կադրերին տանի իր մոտ, տեսնելով որ ստեղ թե ինչ է կատարում աշխարհում եւ ընդհանրապես, ասում է գոնե մարդկանց տանեմ փրկեմ։ Մենք ենք դժոխքում, իրանք գնալու են հավերժություն։ Ինչ եք սովորել նրա հետ խաղալուց, որպես դերասան, որպես գոլեգա, ինչ խորհուրդներ են ձեզ տվել, ինչ եք սովորել նրանից։ Մեկս մեկի հետ խաղալու արդեն ինքստին սովորել է, մեկը մեկին չի ասում, էսենց արա, անենց արա, անենց արա։ Ուղղակի փող ամբարնում, փող հասկացողություն, դերասանները ներսով են զգում իրար, արտաքուս չեն զգում իրար։ Ձեր սերունդը բախտերը չբերեց, որովհետև շատ արժանավոր դերասաններ, դեմս նաև ձեզ, նաև Արտաշես Ալեքսանյանի, մի տեսակ դուք ձեր ռեժիսորներին չգտաք, թե ժամանակները այդպես բարենպաստ չէին, մեծացավ, բայց այդպես էլ կինոյում հատկապես Ցավոք հարց եք տալիս, մենք մեր ռեժիսորներին գտանք, ուղղակի ժամանակները այնպիսին էին, որ այդ ֆիլմերը, որոնք որ պետք է նկարվեին, չֆինանսավորվեցին, որովհետև դատարկ մնաց ամեն ինչ։ Առաջ եկան սերիալներ, որոնք որ ավելի շատ շուկան գրավեցին, քան թե գեղարվեստական ֆիլմերը, չնայած գեղարվեստական ֆիլմերը լինում են, բայց շատ կարճ ու քիչ։ Ավելի լավ այդ բաների մասին չխոսենք, որովհետև չգիտեմ, ես խոսալ չեմ սիրում ընդհանրապես։ Իսկ ինչ հետքն է թողեց կինոպատմության մեջ։ Կինոպատմության մեջ Վիկիպեդիա մտեք, այնտեղ ամեն ինչ գրված է, թե ինքը ինչ հետք է թողեց։